մինչև 6-ը, հետևաբար խնդրում եմ հնարավորինս կարճ ելույթներ ունենալ, որպեսզի բոլորը հասցնեն։ Համեցեք։ Պատրաստվի Արմեն Մինասյան։ Շնորհակալություն հրավերի համար, հարգելի հայրենակիցներ, Արցախից տեղահանված ցեղասպանությունից փրկված ձեր դեմ կանգնածա ազնվորություն եղբայրը գտնվում է Բաքվի բանտում։ Այսօրվա այնքան լավ է, որ ես վերջում խոսեցի, այսօրվա այս օրակարգը, որ մենք այսօր եկել ենք քննարկելու կամ այդ մեխանիզմը կամ այդ գործողությունը իրականություն դարձնելու համար, ես օրինակ շատ չեմ ոգևորված։ Ինչի համար, որովհետև ամեն մեկս գիտակցաբար իրական վտանգը չենք հասկանում ինչի մեջ է։ Արցախում մենք մի օրվա մեջ ենք կորցրել Արցախը։ Մեկ Սուրբ Արցախը, որը եղել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մենք միջև օրս էլ չեն գիտակցում այդ կործանումը, որ ինչ է կորցրել։ Այսօրվա իրավիճակում ինչու եք ամեն անգամ այդ մարդու անունը տալիս ու քննադատություններ անում։ Պետական մակարդակով եղել է հանցագործություն, պետական մակարդակով եղել է դավաճանություն, մեկը ցեղասպանություն է մատուցել, մեկն էլ ցեղասպանությունը իրականացրել է։ Ինչի մասին եք խոսում։ Խնդիրը մեր մեջ է։ Խնդիրը մեր մեջ է ինչի համար, որովհետև եթե մենք այս ձևի ծանր գործողությունների հետո, կործանումից հետո չենք հասկացել ինչ է կատարվել մեր հետ, նույն իրավիճակը կրկնապատկվելու է նորից մեր հետ։ Այսօրվա իրավիճակում մենք խնդիրներ ունենք հանրային ընկալման մեջ։ Առավոտի ցիրիկում մենք հանրության հետ պիտի շփվենք, առավոտի ցիրիկը ժողովրդի հետ պիտի մենք շփվենք։ Ժողովուրդը իրականում շփոթվել է, ժողովուրդը իրականում չի հասկանում դավաճանը ով է Արցախահայցները, Արցախը հայկական է, թե Արցախը հայկական չի։ Մենք տես խնդիրներ ունենք։ Այսօրվա իրավիճակում մենք եկած իրար նկատմամբ ինչ-որ մեջբերումներ եք անում կամ քննադատություններ եք անում։ Ժողովուրդ նորից եմ ասում, եկեք գիտակցեք, ուշներդ գլուխներդ հավաքեք, մի օրվա մեջ տանելու են այսի թուրքացման ծրագիրը, թիրանի իրականացումը։ Սրանք ամեն ինչ հիմի ինչ անում են, իրենց փրկության համար են անում։ Ոչ մի ժողովրդի, ոչ մի Հայաստանի մասին մտածելու բան չկա։ Իրենց փրկությունը, որ վայելեն իրաց վաճառած այդ դավաճան իրականացրած գործերի, որ կյանքը որ ասում է վայելեն։ Փողը հաղթել է բոլորին։ Ուր գնում ես փողի մասին են խոսում։ Որտեղ գնում ես փողով են մարդկանց կամ փորձում առնել կամ ինչ որ բան անել։ Մենք որ ասում է վերջի ազգ ենք, չէ, սաղ աշխարհը մեզ է նայում։ Ամոթ ենք մենք զգում, գետին եմ ուզում մտնեմ։ Չի կարելի թույլ տալ այս ձևի բաները։ Մենք որպես ազգ բազմահազար տարիներ պատմություն ունեցող ազգ, Արցախը բազմահազար տարիներ ունեցող պատմական երկիրը մենք ոնց ենք սենց բանարել, որ ասում եմ, թողել սրա նմանը իրականացնել, որովհետև առիթավորվել է, որովհետև անպատիժ է մնացել։ Անպատիժ է մնացել, դրա համար շարունակություն է դավաճանությունը։ Դավաճանից նոր դավաճաններ են ծնվելու, որ մենք չպատժենք։ Նոր դավաճանություններ են ծնվելու, մեկ էլ այսօր ականատեսն ենք դրան։ Արցախը կորցրել ենք, եկել այսօր բանից ենք խոսում, Սյունիքից ենք խոսում։ Չէ, մենք պիտի Արցախից խոսենք։ Մենք պիտի Արցախից միշտ նրանց աշկները կողենք Արցախը։ Սրանք Արցախից սարսափում են, նույն էլ Ալիևն է սարսափում։ Այս սրանքից պիտի խոսենք, որ իրականություն դառնա։ Ամեն նախաձեռնություն, այս տարիների ընթացքում 2 տարի է ես տեղ եմ, որտեղ հրավիրում են, գնում եմ, մասնակցում եմ։ Ուզում եմ մի հատ մթնոլորտ ճարեմ, մթնոլորտ տենամ, մի հատ հայկական մթնոլորտ, որ ոգևորվեմ, չեմ ոգևորվում։ Խնդիրը մեր մեջ է ժողովուրդ։ Նիկոլ Փաշինյանը ով է, որ այսքան ժողովուրդ հավաքված, այս քորա ելույթների մեջ Նիկոլ Փաշինյանի դեմը չեն կարում առնենք, չեմ հավատում։ Ինքը ինքան չկա, որ ասում է, սաղ ազգսես մոլորացրած պահ, ինքը առիթավորվում է մեր անգործությունից, մեր քիչ աշխատանքներ իրականացնել, ոչ բավարար աշխատանքներ իրականացնելով։ Դիմադրությունը մենակ բարերով չի, ելույթներով չի դիմադրությունը։ Դիմադրությունը պիտի ինի իրական գործիք, այդ գործիքով մենք մեր հարցերի պատասխանները ստանալու ենք։ Սրանց հեռացումներ, Հայաստան աշխարհն է, ով ասում Հայաստանը ոչ մեկը ձևի բարեր մի օգտագործեք։ Մեր նախնիները թողել են պատմական Հայաստան, մենք էլ պիտի շարունակենք։ Մեր պարտականությունն է զոհաբերելու է, թե ինչ ելնի մենք պիտի անենք։ Այդ ձևի կոչերով, այդ ձևի մոտեցումներով մոտիկացեք ամեն մի հարցին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Արմեն Մինասյան։
Պատրաստվի Արսեն Մարգարյան։